Հանդիպումը երկար չի տևել։ Մոտ 1.5 ժամ դրա արդյունքներով հայկական կողմը տարածեց հաղորդագրություն, որում ասվում է. մեջբերեմ. Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Հիշեցնեմ ուղղակի, որ հայ-թուրքական հարաբերություններ կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսվում է արդեն 3 տարի, էլ չեմ ասեմ, որ առնվազն 3 տասնամյակ։ Դեռևս 2023 թվականի հունիսի 1-ին հայ-թուրքական սահմանը պետք է բացվեր երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցող պաշտոնյաների համար։ Թուրքիան անդադար ձգձգեց, մեկ Նեմեսիսի արձանը Երևանում դուր չէր գալիս Էրդողանին, մեկ Ալիևի պահանջներն էին խանգարում մերօրյա սուլթանին։ Մի խոսքով, հայկական կողմը այստեղ մի ինչ-որ պահի դարձավ խնդրող, խնդրում ենք, բացեք սահմանը։ Հիմա հաղորդագրության երկրորդ մասին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Ասվում է Հայաստանի կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ. հիշեցնեմ ուղղակի, որ Փաշինյան-Էրդողան նյույորքյան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահն ինքը բացեց փակագծերն ու հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն խնդրել է միջնորդական ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հաջողության հասցնելու համար։ Հայկական կողմը Էրդողանի այս հայտարարությունը որևէ կերպ իհարկե չմեկնաբանեց, սակայն ժամանակի ընթացքում բոլորս ականատեսը եղանք Էրդողանի միջնորդական վերաֆորմատավորման գործընթացին, իսկ երեկ Էրդողան-Ալիև հանդիպումը էլ ավելի ամրապնդեց այս համոզմունքը, որ հիմա Էրդողանն ավելի շատ ասելիք ու անելիք ունի հայ-ադրբեջանական կարգավորման գործում, քան որևէ այլ երկրի առաջնորդ։ Հիշեցնում եմ, որ հունիսի 19-ին Ալիևը սեղմում էր Էրդողանի ձեռքն ու Քահրաման Մարաշում բացում էր ադրբեջանական թաղամաս կոչվածը, որը կառուցվել է Ադրբեջանի աջակցությամբ Թուրքիայի ավերիչ երկրաշարժի հետևանքները մեղմելու նպատակով։ Հենց այս հանդիպման ժամանակ Էրդողանը հավանաբար իբրև շնորհակալություն լայն լսարանի մոտ շրջանառության մեջ դրեց այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության թեման։ Ինքն իր ելույթի ընթացքում արտասանեց Աբդուր Ժահիմ Քարաքոչի Ղարաբաղի ցավերի ողբին նվիրված բանաստեղծության համատեքստում մի ուղերձ։ Էրդողանը մասնավորապես ասաց. մեջբերեմ. Եղբայրներս, ցանկանում եմ ձեզ հրաժեշտ տալ Քահրաման Մարաշի զավակ, այժմ արդեն լուսահոգի Աբդուր Ժահիմ Քարաքոչի հույզերով լի տողերով, որոնք նա նվիրել է Ղարաբաղին անմիջապես Խոջալույի ցեղասպանությունից հետո։ Այսպես մինչև Փաշինյանին ընդունելը Ալիևին սիրաշահելու համար կլինի, թե հայ վարչապետի հետ քաղաքական առևտուր անելու համար Էրդողանը հայերին դարձրեց ցեղասպան, նույնականացրեց մեզ ու իրենց այն է թուրքերին, ցույց տալով, որ հայերն էլ մի բան չեն, մի բարի պտուղ չեն։ Իդեպ Փաշինյանը ավելի վաղ Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ակոսի թղթակցի հարցին պատասխան, թե ինչքան է դեռ պատրաստվում Փաշինյանը սիրաշահել Գազանին, սա ուղիղ մեջբերում էր, նկատի ունենալով հավանաբար Էրդողանին, որի նպատակը մեծ Թուրանի գաղափարն իրականացնելն է, ինչի համար պետք է Զանգեզուրի միջանցքը, Փաշինյանը պատասխանեց, մեջբերեմ, Գազան, մենք դեռ մեզ պետք է նայենք, մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում։ Նման կերպ արտահայտվելով ըստ էության Փաշինյանը համաձայնում է, որ հայերը ևս վայրագություններ են արել, վայրագություններով են զբաղվել, համաձայնելով Էրդողանի նմանօրինակ գնահատականի հետ արդեն հայերին և թուրքերին նույնականացնելու հարցով։ Ինչևէ, թեպետ Էրդողանի ու Ալիևի համատեղ հայտարարությունների ու դրանց արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ Հայաստանին վերաբերող տող անգամ չկար, դժվար թե ավագ ու կրտսեր եղբայրները քննարկած չլինեն Հայաստանի հարցը, թե ինչ են ուզում ստանալ Հայաստանից համատեղ ջանքերով, այն էլ այն իրավիճակում, երբ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում շարունակում է թուլանալ, իսկ Իրանը լղոզել իր կարմիր գծերը։